Ժողովուրդ ջան, նորից եմ խնդրում ձեզ։ Ես արդեն չեմ հիշում ես 8 տարվա մեջ ինչքան եմ խնդրել, բայց գնալով ես հարցը ավելի է բարդանում ու ծանրանում։ Այն աստիճանի, որ ես ստիպված բոլորիդ բլոկում եմ։ Ստիպված սահմանափակում եմ ձեր հնարավորությունը ինձ գրելու։ Դուք հասցնում եք նրան, որ ես ստիպված մեսենջերը ջնջելու եմ, որովհետև անհնարին է, ժողովուրդ։ Դուք շատ եք, ես մենակ։ Անկամ որ պատասխանում եմ, լայք մի դրեք, խնդրում եմ, սրտիկ մի ուղարկեք, խնդրում եմ, ես դրանից վատ չեմ զգա ինձ, հավատացեք ինձ, էլի։ Կամ մի գրեք բարև, մի հատ խնդրանք ունեմ, ոնց եք, մի արեք, ժողովուրդ, ձեր պատճառով այնքան կարևոր նամակներ ա գնում ներքև, այնքան մարդու չեմ հասցնում պատասխանեմ, այնքան մարդ կա, որ պատասխանել եմ, սպասում եմ պատասխանի, որպեսզի հասկանանք ինչ պետք է անենք, ու ես այդ մարդու նամակը չեմ կարող գտնեմ։ Չեմ կարում, որտեղ թերթում եմ, վերջը նենց հաստացում, որ տորմուզ է տալիս այդ մեսենջերը, չի բացում արդեն, կամ ես խիպտի այդ մարդկանց անգնեմ փնտրեմ ու չգտնեմ, ինչի, ինչ հատի դուք ինչ որ երգ եք տեսել, ղրգում եք մերին, մի հատ ծաղիկ եք ղրգում, բարև ոնց ես, կարելի է ծանոթանալ, արա այս ծանոթանալու պահով вообще սա թող սիկտիր լնեն, հա, մի հատ նենց սիկտիր լնեն, որ ես իմանամ, ծանոթանալու պահով։ Ես այն նորմալ մարդկանց հետ չեմ, որ ինձ գովում են, փորձում են, անպայման ուզում են իրանց սրտի ուզածը ինձ ասեն, հասկանում եմ ձեր ժողովուրդ, բայց այն որ գալիս են պետք է ծանոթանան, ես ձեր նանը ծռեմ, սիկտիր եղեք։ Մարդը դիմում է ինձ իրավական հարցով, խնդիր ունի։ Ու ես իրանից խնդրում եմ, որ ինձ փաստաթղթեր համապատասխան ուղարկի, որպեսզի հասկանամ ինչով կարող ենք իրան աջակցել։ Ու վերջ ես այդ մարդուն չեմ գտնում։ Այդ մարդը ուղարկում է ինձ թղթերը։ Դուս ա գալիս, որ մերին պրոստը ասեց ու մոռացավ, էլի, բանի տեղ չդրեց։ Դուք հասկանում եք ինչ եք անում։ Ու վաղը դուք էլ կհայտնվեք այդ իրավիճակում։ Ինձ կգրեք իրավական ինչ-որ հարցով։ Ես կպատասխանեմ ու էլ հետո չեմ պատասխանի։ Որտեղ չեմ գտնի ձեզ։ Որովհետև ձեզանից առաջ արդեն մի հատ հազարատ նամակ կան, սրտիկներ, տորտիկներ, ծաղիկներ, չգիտեմ։ Դուք տեղյակ եք, որ ես իմ ծննդյան օրը, նոր տարվա օրը, զատիկի օրը, չգիտեմ, բոլոր պրազնիկները մարտի 8-ը ես ատում եմ զուտ այս պատճառով, որ մի գրամ հարգանք չկա։ Այսքան խնդրում եմ, վերջին անգամ խնդրել եմ նոր տարուց առաջ, համարյա 20,000 լայք եմ ստացել ու մեկնաբանություններ, իմ հետ համաձայնվել եք, բայց դրանից 2 անգամ շատ նամակ եմ ստացել։ Շնորհավորանք։ Ախր սենց չի լինի։ Ու այդքանից, այդ շնորհավորանքները պատասխանել անհնարին է, ժողովուրդ, ես մենակ եմ։ Մատերս արդեն չեմ զգում այս մեսենջերում։ Հետո էլ ասում եք Փաշինյանին գրեցինք, չպատասխանեց։ Եթե ես չեմ կարում դրա տակից դուրս գամ, անհնարին է։ Անհնարին։ Ու պետք չի ինձ նամակներ ուղարկել, որ փող են բաժանում, Ռուսաստանում ալիգարխները կանչել են, ստիպում են ժողովրդին փող են բաժանում։ Եթե դուք չգիտեք կամ ի վիճակի չեք կամ վախենում եք ինչ որ մի հատ կոնկրետ տեղեկություն տալ, մի գրեք ինձ։ Ստեղ են ասել, Հավայի մի բլթացրեք։ Որովհետև եթե դուք ասում եք փողեր են բաժանում, պետք է ասեք ով, որտեղ։ Եթե դուք վախենում եք ինձ ստույգ տեղեկություններ տալ, ուրեմն մի գրեք։ Իմ ժամանակը մի վատնեք։ Ես այսքան ժամանակ ոչ մեկին փուրը տված չկամ, ով ինձ տեղեկություն ա տվել։ Բայց գրելուց կոնկրետ գրեք։ Եթե դուք ձեր հարևանի վրա աբիժնիկ եք, ինչ որ աշխատատեղում ինչ որ մեկից աբիժնիկ եք, մի եկեք ինձ գրեք, թե բա ինքը Սամոյական ա կամ Քոչարյանական ա, վրեն լինի, Սամոյական ու Քոչարյանական, վրեն լինի, ինձ դա չի ուզում։ Բայց եթե դու ունես կոնկրետ փաստ, որ փող ա բաժանում կամ փող ա առաջարկում, կոնկրետ անուն, ազգանուն, աշխատատեղ կամ ապրելատեղ կամ հեռախոսի համար, թե չէ սենց օթում։ Իմ ժամանակը մի վատնեք, որովհետև լիքը մարդիկ կան, որ իմ կարիքն ունեն։ Թույլ տվեք ես այդ մարդկանց օգնեմ։ Հասկացանք իրար ժողովուրդ, ես արդեն չգիտեմ ոնց ասեմ ձեզ այս ամենը։ Դուք հասկանում եք, որ այս փողեր բաժանելու եւ այլն այս առումով նամակներս դարձել են դվայնոյ։ 2 անգամ շատ։ Ես հիմա քննությունների եմ պատրաստում, ես աշխատում եմ։ Ի վերջո մի ժամ էլ պետք է ինձ հատկացնեմ, իմ սեփական կյանքին, բայց դուք թույլ չեք տալիս։ Հետո էլ անունս հանելու եք, թե մերին արհամարես չօգնեց, չէ՞։ Դա չի կարելի, չէ՞։ Այնպես որ ժողովուրդ ջան, թարգեք։ Եթե դուք ունեք կոնկրետ խնդիր, գրում եք բարև ձեզ ու կարճ, չեք պատմում ինձ, ես Նիկոլին եմ սատարում, դրա համար իմ հետ այտենց վար չի հուզում նման թեմա։ Մի արեք։
Դա ինչ չի հուզում։ Դա առավելություն չի տալու ձեզ, որ դուք Նիկոլ Փաշինյանին եք սատարում, դրա համար են ձեր հետ այդպես վարվել։ Որովհետև մեր գրասենյակում գոյություն չունի քաղաքականություն։ Մեր գրասենյակում մարդը գալիս է ունի խնդիրը դնում, լուծում ենք, վերջ։ Մենք չենք հարցնում դու նիկոլական ես, թե քոչարյանական, թե սամոյական, թե ով ես։ Հասկացանք իրար։ Կարճ ներկայացնում եք ու լատինատար ինձ տեքստեր մի գրեք չեմ կարդալու։ Իմ ներվերը խախտվում այդ տեսնում եմ լատինատար տեքստերը կամ ռուսատար։ Ձայնային ուղարկեք։ Եթե հայերեն գրել չգիտեք, ձայնային ուղարկեք։ Ես շատ արագ կսեղմեմ արագության վրա, արագ կլսեմ, կպատասխանեմ։ Բարև, ոնց է կարելի է հարց տալ։ Չկա տենց բան, ով տենց բան գրեց, չեմ պատասխանելու։ Արդեն արհամարելու եմ։ Եթե մի քանի անգամ արեց, գնալու է բլոկ, վсё։ Իսկ առանց հարցնելու զանգողները ավտոմատ գնալու են իգնոր։ Իգնոր նշանակում է, որ դուք ինչ գրեք, ես էլ չեմ ստանալու։ Ոչ մեկ իրավունք չունի առանց ինձ հետ պայմանավորվելու, առանց ինձ հետ նախորոք իր խնդիրը ներկայացնելու զանգահարի։ Միչև ես թույլ չտամ։ Որովհետև ես կրկնում եմ, ես մենակ եմ, ունեմ իմ անձնական աշխատանքն ու ժամանակահատվածը, որը ես կարող եմ ծախսել ստեղ։ Ու դուք իրավունք չունեք մտնեք այդտեղ։ Երբ ուզի ձեր քեֆը քաշի զանգեք, այտենց չի։ Երկրորդն էլ մի հատ հաշվի առեք ժամը քանիսն է նոր զանգեք։ Հաշվի առեք էլի, որովհետև իմ մոտ մենակ մի հատ տպավորություն է ստեղծվում, որ անդաստիրակություն է սա։ Սա առաջինը ինչ չհարգել է, ժամը 1-ին զանգելը։ Մի հատ ժամին ուշադրություն դարձրեք, եփեք զանգում նախ առաջինը, մարդուն։ Երկրորդը, կոնկրետ իմ պահով, մինչև չպայմանավորվեք, այդ զանգի կոճակին չսեղմեք։ Թե չէ ես հենց այդ պահին հենց եմ կատաղում, որ կարամ պասլատ անեմ։ Ուզում եմ ես իմ ինչ խնդիր ունենաք։ Հարգեք դիմացինին։ Ես պարտավոր չեմ ձեր զանգերին պատասխանեմ։ Կամ որ հարցը տալիս եք, հետո 10 հատ հարցական մի շարեք։ Ժամանակը կգա կհասնեմ ձեր նամակին կպատասխանեմ։ Ստե սեկրետարշա չեք նանիմատ արել էլի։ Դուք հասկանում եք ինչքան եք հունից հանե ինձ, որ սենց մտել եմ խոսում եմ արդեն։ Դե պատկերացրեք, 70,000 դուք եք, չհաշված, որ հələ պատպիսկա չեղած արդեն զանգում են ինձի։ Իսկ ես մի հոգի։ Ու մի հատ էլ երևույթ կա, որ ինձ հունից հանում է մի այլ կարգի։ Ով ինչ, տեսնի ղրգում է ինձ։ Կապ չունի, որ կոմեդիա է, կապ չունի քաղաքականություն է, կապ չունի կինոյի հատված է։ Ինչ, տենա ղրգում է։ Ես դրանց ղրգում եմ բլոկ։ Ու որ դուք հետագայում հանկարծ տեսնեք, որ դոստուպ չունեք ինձ նամակ գրելու, չզարմանաք։ Որովհետև ես պարտավոր չեմ տեսնեմ այն ինչ որ դուք եք տեսնում։ Ինձ դա չի հետաքրքրում։ Այսպես բաներ եք անում, որ մարդուն հունից հանում է։ Եվ երկրորդ հանգամանքը, երկրորդ երևույթը, որ вообще ինձի հունից հանում է։ Այդ որ նյութը ղրգում եք ինձ ու ասում եք Մերի ջան միացրան հագցրա։ Այդ քանի անգամ եք տեսել Մերին ինչ որ մեկի ասելով բանանի, հա։ Ո՞վ է ձեզ թույլ տվել։ Ինձ ինչ որ հրաման տակ, ասեք ում հագցնեմ, ոնց հագցնեմ, խի սրան չեմ մի հատ կպնում, է դուք պետք է ինձ ասեք ում կպնեմ, հա։ Հələ չի ծնվել տենց մարդ, որ ինձ ասի, ես ինչ անեմ։ Այդ ես եմ որոշում, ում դոմփեմ ու ինչ պոզայով։ Դուք պրոստը հասկացեք մի պարզ բան, որ ահավոր վիրավորական է, որ դուք ուղարկում եք, սրան պետք է դոմփես։ Յո, լուրջ ես ասում, բա քո ձվերն ուր է որ դոմփես։ Խի չես դոմփում։ Ես ինչ բան էր։ Էքան չկաք։ Նամանավանդ որ տղամարդը ղրգում է ասում է Մերի ջան միած սրան հագցրա։ Յա լուրջ։ Բա դու ուր ես։ Ոչմ այսքանը։ Ինձ հարգող, իմ ժամանակը հարգող, ինձ հասկացող ժողովրդին անչափ շնորհակալ եմ։ Իսկ ովքեր չեն հասկանում, խնդրում եմ գոնե այս նյութից հետո հասկացեք թե ինչ եք անում։ Ու շնորհակալ կլինեմ, որ այս նյութի տակ գոնե պլյուսներ շարեք, որ տարածվի, որովհետև արդեն հունից հելնում եմ, ես կարող եմ մեսենջերը ջնջեմ, ու ոչ մեկ էլ դոպուս չունենա, ոչ մի բան չկարողանա ինձ գրի։ Այսքանը։